Փառք Հիսուսին այսօրվա համար։ Ես էլ ուզում եմ միանամ այդ գոհությանը Տիրոջը, որ ունեմ ձեր նման հարազատներ, ծանոթացել եմ եղբայրների եւ քույրերի հետ։ Շնորհակալ ենք Տիրոջը, որ իրապես ճիշտ ասած ես երբեք խորտ չեմ զգացել ինձ Աբովյանի ընտանիքում, որտեղ վաղուց ճանաչել եմ Վազգեն եղբորը եւ ընտանիքի անդամներին, փառք Տիրոջը, եւ ուղղակի ես իմ տան մեջ եմ, փառքը Հիսուսին։ Շնորհակալ եմ Տիրոջից յուրաքանչյուրի համար, մանավանդ որ այդ օրը Ռոման աղբեր ես էլ հաստատում եմ, որ իրոք այդ մեր ծանոթությունը մի այլ հետ թողեց իմ կյանքի մեջ եւ ես կարծեմ ասել եմ, որ դու իմ համար նվեր ես որպես ընկեր իմ համար։ Փառք Տիրոջը։ Շնորհակալ եմ Աստծուց։ Բայց իհարկե այսօր երբ որ մենք օրհնվենք Տիրոջից, ոչ թե ինչ որ մեկն աստեղ կանգնած, այլ որովհետև նա է մեր մեջ։ Թող նրա անունը փառավորվի ամեն բանի մեջ։ Ամեն։ Ուզում եմ կրկնվեմ, հաստատեմ, ասես պեչատի նման, որ իրոք մենք օրհնված ենք մեր երկրի մեջ, որ ունենք նման խաղաղ ժամանակներ, ինչպես քույրն ասեց, ունենք նման հնարավորություններ խաղաղ երկնքի տակ նման իրավիճակներում եւ պայմաններում Տիրոջը ծառայելու։ Երկրներ կան, որ չունեն այս ամենը, երկրներ կան, որ չունեն այս հնարավորությունը, բայց մենք Աստծուց ունենք այս հնարավորությունը։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Շնորհակալ եմ, որ դուք ստեղ եք, շնորհակալ եմ, որ ես ձեր մեջ եմ, շնորհակալ եմ Աստծուց յուրաքանչյուրի համար, որ պատիվ է ինձ Տիրոջ խոսքը բաժնեկցելու ձեր հետ, այն խոսքը, որ Աստված ժամանակներ առաջ խոսել է սրտիս հետ։ Ճիշտն ասած, երբ որ Վազգեն աղբերը եւ Ռոման աղբերը իրար հետևից ցայնայինով ինձ այս լուրը հայտնեցին, որ ես պետք է այսօր ծառայեմ Տիրոջ տան մեջ, ես չեմ էլ հասցրել աղոթեմ սրա համար, չեմ էլ հասցրել առանձնանամ Տիրոջ հետ սրա համար եւ անմիջապես մոտ մի կես ժամ հետո նամակից կես ժամ հետո Աստված շատ դիպուկ ձևով խոսքը տվեց սրտիս, կարծես թե ինչ-որ մեկը ետևից ինձ այդ բանն ասեց, նմանատիպ դիպուկ եղավ Տիրոջ խոսքը եւ ես մտածում եմ, ասում եմ Տեր ջան, տնային խմբակում նմանատիպ խոսք, շաբաթ օրը Ռոման աղբոր միջոցով նմանատիպ խոսք եւ հիմա էլ նմանատիպ խոսք ինձ, ես հասկանում եմ, որ սա Տիրոջ սրտից է, երբ որ խոսեցինք աշխարհասիրության մասին, երբ որ Ռոմանը եղբայրը հրաշալի ձևով ծառայեց մեզ ամենքիս եւ մենք վստահ եմ օրհնված ենք այդ օրվա ծառայությունով եւ պատգամով եւ այսօր էլ նմանատիպ խոսք կարծես թե դրա շարունակությունն է։ Թող Տիրոջ անունը փառավորվի, որովհետեւ ինչի համար Տիրոջ սրտից ասեցի, որովհետեւ Աստծո մտահոգությունը, գիտեք, Աստված ինքն էլ է մտահոգվում։ Ինքն էլ ունի իր մտահոգությունները, ոնց որ ես ու դու ունենք մեր մտահոգությունները, ինքն էլ ունի իր մտահոգությունները, իր զավակների վրայով եւ այս աշխարհի գալիք իրադարձությունների մեջ իր զավակների պահվածքի վրայով, որտեղ ես վստահ եմ, որ այս խոսքը, որ Տերը այս օրերի մեջ մեզ պատգամի տեսքով մատուցում է, դա Տիրոջ մտահոգությունից է, Տիրոջ սրտից է, որտեղ Աստված մենք գիտենք աստվածաշնչյան պատմություններից, որ այս մտահոգությունը եկել է վաղուց, ոչ թե նոր։ Մենք գիտենք հանրաճանաչ, ասենց ասած Իսրայելի ելքը Եգիպտոսից, որ այդ ժամանակ, երբ որ Իսրայելը անապատում էր, ինքը ժամանակ առ ժամանակ հայացքը ետ էր տանում, որ Եգիպտոսի սոխը, սխտորը, միթե Մովսեսին բողոքեցին, միթե Եգիպտոսում գերեզմանոց չկար, մեզ բերեցի, որ այստեղ մենք մեր դիակները վայրենքներն եւ նմանատիպ խոսակցություններ, իրադարձություններ, մինչեւ եկավ հասավ նոր կտակարանը, շնորհքի դարաշրջանը, բայց արի ու տես, որ շնորհքի դարաշրջանում էլ մարդիկ կան, որ թողեցին Աստծո ճանապարհները, ետ դառան իրենց ճանապարհների, հին ճանապարհներին եւ գնացին աշխարհ։ Բայց կուզեմ այսօր գանք սկզբից։ Ես այս սկիզբը շատ եմ սիրում։ Չգիտեմ, ես հին ուխտի սիրահար եմ
իր ամբողջ կառուցվածքով, օրենքներով, մարգարեներով, վարդապետներով, ուսուցողական այդ ամբողջ այդ կառուցվածքով ես հին ուխտը սիրում եմ, որտեղ հին ուխտը ճիշտ նման է մեր մարմնավոր ընթացքին, բայց հոգևոր բան ունի մեզ ասած, Փառք Տիրոջը, մեր նախահայրերը, որ սկիզբ են առել ծննդոցից, այսօր նրանք մեզ լիքը պատմություն են ժառանգություն թողել, թե լավ կողմից, թե վատ կողմից։ Բայց այսօր ուզում եմ, որ խոսենք Աստծո մտահոգությունից, որ սկսվեց եւ սկիզբ առավ այն օրը, երբ որ Աստված որոշել էր Իսրայելին Եգիպտոսից դուրս հանել։ Եվ վստահ եմ, որ այս համարներին դուք հանդիպել եք եւ դուք էլ հանդիպած կլինեք այս խոսքերին։ Ելից 13-րդ գլուխ Ելից 13-րդ գլուխ սկսվում է Իսրայելի պատմությունը Եգիպտոսից ելնելու, սկսվում է հենց ելիցից։ Մի համար, որտեղ գործողությունը սկսված է, չնայած որ ժողովուրդը Տիրոջը չեն ճանաչում, չնայած որ ժողովուրդը նրանց սիրտը պատրաստ չէր այդ ամեն ինչին, բայց Աստված գործը սկսեց, Փառք Տիրոջը։ Մեր մեջ էլ Աստված գործը սկսեց, չէ՞։ Միգուցե կարող չիմանանք, թե ուր է տանում, բայց կարևորը որ գործը սկսվել է։ Միթե դու կարող չիմանաս, թե ինչ է քեզ սպասվում, բայց կարևորը գործը սկսված է։ Երբ որ Աբրահամը իր հոր քաղաքից, ասենց քո հայրերի երկրից դուրս արի, ուր քաղաքից, երբ որ ասես դուրս արի, Աբրահամը չգիտեր, թե ուր էր գնում։ Բայց նա վստահեց Աստծուն։ Չնայած որ Աբրահամը գնաց սարսափելի ազգերի միջով, որոնք ունեին անաստված սովորույթներ, կարգ ու կանոն, օրենքներ, ծիսակատարություններ, բայց Աբրահամը հավատարմորեն գնաց Աստծո խոսքի ետևից։ Իհարկե ուներ վրիպումներ, բայց նա չթողեց Տիրոջ ճանապարհները։ Միգուցե ես ու դու էլ ունենանք վրիպումներ։ Միգուցե ես ու դու էլ անցնենք բաների միջով, որ մեզ համար կոմֆորտ չի, անսովոր է, բայց իշի չթողես Տիրոջը։ Որտեղ Աստծո ամբողջ մտահոգությունը նա չի, որ դու կարող վայր ընկնես, այլ նա է, որ դու կարող ես մի օր ետ դառնաս, երեսդ հակառակ շրջես։ Որովհետև ես չեմ ասում, որ սամնում էլ մենք արխային լինենք, բայց թե Տերն է մեզ օգնում, որ մեղքի հարցում մենք հաղթանակած դուրս գանք։ Տիրոջ խոսքն ասում է, որ արդարը 7 անգամ ընկնի, ես նրան պիտի բարձրացնեմ, հարցը սա չի։ Հարցը նա է, որ Աստված մի այլ տեսանկյունից է նայում, երբ որ մեկը գա դեպի իրեն, բայց հետո ետ դառնա։ Հիսուսը երբեք ոչ մի մեղավորի չասեց դու ինձ արժանի չես։ Նա ասեց նա ինձ արժանի չի, երբ որ ձեռքը դնի մարդին ու ետ նայի։ Եվ այս մտահոգությունը Աստվածի սկզբանե էլ ունեցել է։ Միգուցե դա ծնվել է Աստծո սրտի մեջ հենց Եդեմի պարտեզից, որ կատարելության մեջ բնակվող մարդը մի օր ասեց ես ետ եմ դառնում։ Մի բան թողեց, չնայած ինքը ետ դառնալու ճամփա չուներ, հիմա կասեք, բայց նրա սրտի մեջ մի բան ծնվեց, որ նա թողեց Տիրոջ ճանապարհը։ Ելից 13-րդ գլխի 17-րդ համարի մեջ ասում է. Եվ եղավ, երբ որ փարավոնը ժողովրդին արձակեց, այն ժամանակ Աստված նրանց փրշտացիների երկրի ճանապարհով չտարավ, թեև նա մոտ էր։ Որովհետև Աստված ասաց, միգուցե իր սրտի մեջ ասաց, միգուցե որդու հետ կիսվեց, միգուցե հրեշտակների հետ է խոսել, բայց ասում է, եւ Աստված ասաց, միգուցե ժողովուրդը պատերազմը տեսնելիս զղջա եւ ետ դառնա Եգիպտոս։ Սա մեջ պարզապես սա տողես չեն, որ
գրի արվե, սա մեջ տեսնում եմ Աստծո մտահոգությունը, որ Աստված մտահոգված է, որ իր ժողովուրդը ետ չդառնա, կարևորը սա է, մնացած իմ անելիքն է, մնացած իմ Սուրբ Հոգու ներգործությունն է, մնացած իմ օգնությունն է, իմ ծեծն է, իմ հանդիմանությունն է, իմ անելիքն է, բայց կարևորը որ ժողովուրդը հանկարծ ետ չդառնա։ Որտեվ շատ ժամանակ կարող ենք մենք այս բառը որ ասես միգուցե ժողովուրդը պատերազմ տեսնի, հետո ուզենա ետ դառնա, այս պատերազմի տեղը կարող դնես քո դժվարությունը, քո խնդիրները, քո անկումները, քո պարտված տեղերը, բայց գիտեք, Տերը մտահոգված է, որ ոչ մեկ ետ չդառնա դեպի աշխարհ։ Որովհետև Տերը արդեն իսկ գիտեր մարդու տեսակը։ Նա լավ գիտեր, որ մարդը հեշտության է վազում, մարդը չի սիրում պայքարի, չի սիրում նեղվի, ճզմվի, նա սիրում է, որ շուտ այդ վիճակից դուրս գա։ Եթե նկատել եք, ես ու դու ենք այտենց, երբ որ մի բան է տեղի ունեմ, ուզում ենք միանգամից դուրս գանք, բայց Աստված ուզում է, որ դու դրա մեջ երկար մնաս, միգուցե բան ունես սովորելու, բան ունի քեզ ասելու։ Եվ Իսրայելի ժողովուրդը այն ժողովուրդն էր, որ նա գիտեր, որ իրանց հայերը ունեցել են Աստված, բայց նրանք ճզմված են եղել եգիպտական ստրկության ներքո։ Այսօր մենք գիտենք խորհրդաբանորեն Եգիպտոս այն աշխարհն է, որից Աստված մեզ կանչել է, որի մեջ մենք տարիներով ծառայել ենք, ապրել ենք, գործել ենք, արել ենք սատանայի կամքը, մարմնի կամքը, մեր ունային մտքի կամքն ենք արել վերջի վերջո։ Եվ Աստված մեզ կանչեց, որ տանի խոսմունքի երկիրը, իսկ խոսմունքի երկիրը նա է, որ սպասում ենք շուտով պիտի մուտք գործենք փառքը Տիրոջը։ Եվ ով էր փարավոնը։ Դա այն սատանան է, որի ձեռից Տերը մեզի պոկեց ու խլեց։ Խլեց ու տնկեց իր այգու մեջ, որ մենք գնանք եւ պտուղ բերենք։ Վերջի վերջո Տերը մտահոգված ինչ ասեց. միգուցե ժողովուրդը պատերազմը տեսնի, զղջա եւ ետ դառնա Եգիպտոս։ Սան հաջորդող նշաններից մեկը նա էր, իհարկե ոչ թե անմիջապես հաջորդող, այլ մի քիչ վերև բարձրանանք պատմության մեջ, համարը չեմ ասում, երբ որ 12 լրտեսները գնացին Քանանի երկիրը լրտեսելու, 12 լրտեսներից 10-ը մի բան տեսան, երկուսը մի այլ բան տեսան, բայց վստահեցնում եմ ձեզ, 12-ն էլ նույն բանը տեսան, բայց երկուսը մի ուրիշ բան տեսան, 10-ը մի ուրիշ բան տեսան, և այս երկուսի համար հետարքիր ուղղակի ուզում եմ առաջ ընկնեմ սա ասեմ, երբ որ Մովսեսին Տեր ասեց, որ Հեսուին օծի նրան հաջորդողը, Հեսուի և Քաղեբի համար Տերը մի բան ասեց, նրանք ուրիշ հոգի ունեն։ Ինչ հոգի էր նրանց հոգուց, ինչով էր տարբերվում։ Նրանք տեսնում էին Աստծո մեծությունը, նրանք վստահություն ունեին Աստծո վրա, նրանք անկասկած գիտեին, որ երբ որ Աստված նրանց դուրս հանե, անպայման ավարտին կհասնի իրան սկսած գործը։ Պողոս ասում է, չէ՞, ասում է նա ով որ ձեր մեջ սկսեց, ավարտին կհասնի իր սկսածը։ 12-ը մի բան տեսան, 10-ը մի այլ բան եկան պատմեցին, 2-ը մի այլ բան եկան պատմեցին։ Այն 10-ը, եթե կհիշեք ինչ ասեցին, դուք տեսել եք ինչ հսկաներ կան։ Մենք ընդեղ չենք էլ կարայեթանք, մեզ ինտեղ հում կուտեն, եկեք դառնանք Եգիպտոս։ Բայց երկու հոգի մի այլ բան տեսան, որ այո ճիշտ ասեցին նրանք, այո այդպես էլ կա, բայց այն Աստված ով մեր մեջ է, նա մեզ հաղթություն կտա։ Գիտեք, նրանք ժողովրդի մեջ էին, բայց էլի ու էլի սրտանց Եգիպտոս էին։ Այսօր ցավոք սրտի կան եկեղեցիներում մարդիկ, ովքեր եկեղեցու մեջ են, եկեղեցու անդամ են, փառաբանության ժամանակ ձեռք են բարձրացնում, բայց գիտեք ժամանակ առ ժամանակ Եգիպտոս են դառնում, մտքով, սրտով, ցանկություններով, որոշումներով։ Եվ մենք սրանից նաև պետք է զգուշություն անենք, թող Տերը օգնի մեզ այս հարցում։ Թվոց 14-րդ համարի մեջ
Մինչ այդ համարին անցնելը ուզում եմ նախորդ համարի միտքը շարունակեմ, ավարտին հասցնեմ։ Միգուցե ես ու դուք ասենք, ինչի համար անմիջապես չի լինում, ինչի համար շուտ չի ստացվում։ Գիտես, երբ որ ամեն բան քո համար շատ շուտ լինի, կարճ լինի, ինչպես Եգիպտոսից դուրս գալուց Քանանի երկիր հասնելու ճանապարհն էր կարճ։ Տերը պարզապես որպեսզի քեզ չկորցնի, մի քիչ երկարացնում ընթացքը։ Ուրիշ ճանապարհներով է տանում, որ դու հանկարծ ինչ բաների պատճառով երեսդ հակառակ չդարձնես։ Թվոց 14-ի 3-4 խոսքերը։ Եվ ինչու համար Եհովան մեզ այս երկիրը բերավ, որ սրով ընկնենք եւ մեր կանայք ու մեր որդիքը հափշտակվեն։ Լավ չէ մեզ համար, որ Եգիպտոս դառնանք։ Եվ իրար ասեցին. եկեք մեկ զորագլուխ ընտրենք եւ Եգիպտոս դառնանք։ Նայեք, որ ասեմ այդքան էլ ժամանակ անցե, չգիտեմ, մի ամսվա Եգիպտոսից հելած են թե չէ, սենց խորհրդաբանորեն, բայց նայեք արդեն իսկ առաջի իսկ հանդիպակաց դժվարության մեջ ժողովուրդն ասեց. եկեք Եգիպտոս դառնանք։ Ցավոք սրտի սա է մարդ տեսակը, ցավոք սրտի սա է մարդու սրտի միջինը, որ ինքը կարող շատ հեշտությամբ թողի այն ասուն, որ իր համար իր որդուն չի խնայել։ Մարգարեներից մեկին ասեց. ես քեզ ուղարկում եմ մի խստապարանոց ժողովրդի մեջ, կարծեմ Եզեկիելին ասում։ Ես քեզ ուղարկում եմ մի խստապարանոց եւ անհնազանդ ժողովրդի մեջ, գնա որ իմ խոսքը նրանց փոխանցես։ Համ ասում է քեզ ինչ է սպասում, համ էլ ասում է, որ դու պետք է պարտադիր գնաս եւ խոսես այդ ժողովրդի հետ։ Իհարկե, ցանկացած մարգարե բախում է ունեցել, խնդիր է ունեցել նմանատիպ ժողովրդին ծառայելիս, այսօր այդ նույն երևույթը կա, ժողովուրդ ջան։ Թող Տերը օգնի մեզ եւ զորացնի մեզ։ Եվ անմիջապես հաջորդ քայլը եկեք ետ դառնանք Եգիպտոս։ Բայց չէ որ Տերը նրանց չէր հանել, որ Եգիպտոս գնային։ Չէ որ Տերը նրանց հանել էր, որ նրանք միջև վերջ գնային եւ ժառանգեն այն խոստմունքը, որ Աստված ժամանակներ առաջ խոստացել էր հենց իրեն Աբրահամին։ Ուղղակի դեռ մի բան էր պետք՝ վստահություն։ Ուղղակի մեկ բան էր պետք՝ վստահություն։ Երկրորդ օրինաց 17-րդ համարի 16-րդ խոսքից։ Սակայն նա շատ ձեր 16 17 16 Սակայն նա շատ ձեր չունենա եւ ժողովրդին ետ չդարձնե Եգիպտոս, շատ ձեր ժողվելու համար, որտեվ Եհովան ձեզ ասաց, որ այն ճանապարհով այլևս ետ չդառնաք։ Հետարքիր է, որ Աստված այնքան հետարքիր գործելավ ոչ ունի ժողովուրդ։ Ինքը միգուցե մեզի շատ բան չթողա, որ մենք ունենանք, որ հանկարծ ետ չդառնանք։ Ինքն էլ իր դաստիարակչական ձևերն ունի։ Հետևաբար ինչ ասեց Պողոսը, կարծեմ Պողոսն ասեց, այնինչ որ ունես ձեռքումդ, բավարարվի եւ գոհացի դրանով։ Կարևորը որ ունեցածիդ մեջ Աստծուն չես սուրացե, կարևորը որ ունեցածիդ մեջ Աստծուց երես չես թեքե, թող Տիրոջ անունը փառավորվի։ Դավիթն իր սաղմոսների մեջ ասում, ասում այնքան տուր, որ չմուրամ, եւ այնքան ունենամ, որ քեզ էլ չուրանամ։ Սա շատ կարևոր հրճակում է, խոսք է, հայտարարություն է, որ Տեր
Ես չունենամ այնքան, որ հանկարծ քեզ ուրանամ։ Թող Տերը փառավորվի։ Եվ Աստված ինքը շատ լավ գիտի, թե ում ինչքան է տալիս այնքան, որ քո սիրտը հանկարծ իրեն չթողնի։ Իամար մեկից մեկը երկնքի պատուհանները բացել եւ մենք այնքան հարստություն ունենանք, այնքան հնարավորություն ռեսուրսներ այս երկրավոր կյանքի մեջ ունենանք, որ ոչ մի հարուստ չի էլ կարող ունենալ, բայց նա լավ գիտի, որ դա տվես մեզ կկորցնի։ Որտեղ մենք գիտենք այսօր աշխարհը այդ ունեցվածքի հետ կապված մի այլ ուղղության վրա է գնում։ Թող Տերը օրհնի մեզ։ 5 կտակարանը շատ լավ պատմական գիրք է մեզ համար եւ դաստիարակչական։ Եվ Աստծո խոսքն էլ մեզ նոր կտակարանը էլ մեզ օգնում է, որ այդ խրատից մենք կարողանանք դաս առնենք եւ քայլենք դեպի առաջ։ Պողոսը 5 կտակարանի համար ինչ ասում։ Գրվեցավ մեզ օրինակի համար։ Սուրբ գիրքը գրվել է մեզ օրինակի համար եւ շնորհքի գիրքն էլ գրվել է, որ իմանանք, որ մենք մենակ չենք այդ դժվարությունների մեջ։ Տերը մեզ կարող է օգնել, որպեսզի մենք առաջ շարժվենք։ Տերը օրհնի մեզ։ Հովհաննես 6-րդ գլխի մեջ, նոր կտակարանի մեջ Հովհաննես 6-րդ գլուխ 67-րդ համարը։ Սրանից հետո նրա աշակերտներից շատերը ետ գնացին եւ այլևս ման չէին գալիս նրա հետ։ Նայեք, սա էլ նոր կտակարանյան դարաշրջանն է, ժամանակաշրջանը, շնորհքի ժամանակաշրջանն է, բայց ետ դարձողը ետ է դառնում։ Հիսուսին հետևող շատ մարդիկ կային, որ ինչ-ինչ պատճառներով գայթակղվեցին, միգուցե չդիմացան հրյաների ճնշումներին, վախերի պատճառով եւ թողեցին եւ նրան այլևս չէին հետևում։ Եվ Տերը մի տեսակ ցավով մի բան ասեց. դուք էլ գնացեք իր աշակերտներին, կհիշեք այդ խոսքը։ Դուք էլ եք ուզում գնաք, դուք էլ գնացեք։ Սա մեջ կուզեմ, որ Սուրբ Հոգին ինձ ու քեզ օգնի, որ մենք հասկանանք ու տեսնենք այն ցավը, այն տրտումը, որ Աստված ինքն իր մեջ ուներ, կամ նաև դրա հետ նաև խառնված անհանգստությունը, որ Աստված ուներ իր մեջ, սկսած Եդեմի պարտեզից, որ եթե Ադամն ու Եվան երես թեքեցին, սրանց սերունդներն էլ նույնն են անելու։ Որովհետև Աստված տեսնում էր, որ արդեն իսկ իր ստեղծած մարդը, որ իր փառքի համար ստեղծվեց, արարվեց, իր պատկերի եւ իր նմանությամբ ստեղծվեց, արարվեց, արդեն իսկ ետ դարձած ճանապարհի վրա է գնում։ Սրանց սերունդի համար ավելի վատ բան է սպասվում։ Թող Տերը օգնի մեզ, որ մենք երբևիցե իմանանք մեկ բան, որ մեզ համար հետադարձ ճանապարհը փակված է։ Ղովտի կինը այնքան էր կպած իր քաղաքի ունեցվածքի տան այդ ամեն ինչի հետ կապված, որ անգամ մեկ խոսք չկարողացավ միջև վերջ պահեր եւ հնազանդվեր, որ Տիրոջ հրեշտակն ինչ ասեց. ետ չնայեք դուրս գալուց։ Ետ նայելը, ետ դառնալը շատ կործանարար քայլ է դա, որ մենք տեսնում ենք պատմության մեջ։ Գործ Առաքելոց գլխի մեջ 7-րդ խոսքը Երեսունիններորդ համարն ինչ է ասում, որին մեր հայրերը չկամեցան հնազանդ լինել, այլ մերժեցին եւ իրենց սրտով ետ դառան Եգիպտոս։ Սա Պետրոս առաքյալը, Պետրոսն է, չէ՞։ Պետրոս առաքյալը Ստեփանոսի մասին խոսում է, նրա Ստեփանոսի կյանքն է դեղ գրված, նրա ընթացքը եւ նաեւ խոսում է մի կաշ, խոսում է իրենց հայրերի
ամբողջ պատմությունը այդտեղ sense մի թերթի վրա հետարքի ձևով նկարագրված է, որ 75 հոգով Եգիպտոսից չէ, ներողություն։ Հակոբը 75 հոգով մտավ Եգիպտոս եւ Եգիպտոսից հետո մոտ 3 միլիոն են ասում պայմանականորեն թիվը եւ դուրս եկան, բայց ասում ոմանք, այսինքն մեր հայրերը սրտով ետ դարան Եգիպտոս։ Այստեղ շատ ուշադրություն պետք է դարձնենք մեր սրտին, որտեղ Սուրբ Գիրքն ինչ ասում է ամեն բան սրտից է։ Կյանքի ելքը սրտից է։ Զգուշություն արեք ասում է ձեր սրտերին։ Սրտից է, այսինքն նրանք սրտով ետ դարան Եգիպտոս։ Դրա համար ինչ արեց Աստված, ասում է եւ ես նրանցից զզվեցի եւ ասում է նրանցից ոչ մեկ չի մտնելու իմ հանգիստը, բացի նրանցից, ովքեր վստահեցին ինձ։ Եվ երիտասարդները մենակ եւ պատանիները մտան Քանանի երկիր եւ մնացած բոլորը 40 տարի չետարքիր է, չէ՞։ 40 տարի Աստված պտացրեց մեկ սարի շուրջ, միջև որ այդ հին սերունդը, ով չհասկացավ այն գինը, որ Աստված նրանց համար վճարել էր, ով չհասկացավ իրենց կանչողի սիրտը, չճանաչեց իրեն կանչողին, Աստված այնպես արեց, որ այդ հին սերունդից ոչ ոք չմտներ Քանանի երկիր։ Միայն այն նոր սերունդը, որ վստահ էր Տիրոջը կամ եւ Աստված թազա նրանց հետ նոր ձևով կարող էր գործ անել։ Գիտեք, կարծացած սրտի հետ շատ դժվար է գործ անելը, բայց փափուկ, մատխաշ, այն որ ոչ մի բան չգիտի, նրա հետ գործ անելը շատ հեշտ է։ Դրա համար Աստված փորձեց երիտասարդների հետ նոր գործողություն սկսի արդեն իսկ խոստացած երկրում։ Բայց հներից ով մտավ Քանանի երկիր։ Հեսուն ու Քալեբը, ով ուրիշ հոգի ուներ, ով կարողացավ հասկանալ, թե նրանց ովը Եգիպտոսի երկրից դուրս անել։ Եվ այո, նրանք միջև վերջ հավատարիմ մնացին հին սերունդից։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Երբ որ դառնացրեցին Մովսեսին, շատ անգամ ետ դառնամ արտահայտությունով, Մովսեսն էլ արդեն այստեղ էր հասել։ Երբ որ եկան Մովսեսի առաջ բողոքեցին, Մովսեսը բարկացավ ասեց. «Միթե ես եմ ձեզ Եգիպտոսի երկրից դուրս հանել»։ Ով հանելա գնացեք իր առաջ բողոքեք։ Արդեն հոգնել էր Մովսեսը, վերջ ինքն էլ մարդ էր, մարմնի մեջ էր։ Այդտենց արեցին, որ խեղճ մարդը չմտավ Քանանի երկիր։ Ոչակ մտավ, ոչը թողեցին մտնողները մտնեն։ Ինչի համար, որովհետև խստապարանոց իրականում ժողովուրդ էր։ Նա դեռ սիրում էր իր հին մարդը։ Գիտեք, սաղ այդ հին մարդն է անում, ժողովուրդ։ Դրա համար Պողոսը շատ անգամ ասում է. հանեք դրան խաչը, չխնայեք։ Չխնայեք, հանեք դրան խաչը, որտեվ սաղ էդի է ձեզի կործանում։ Նոր մարդուն խանգարողը դա մեր հին մարդն է։ Նոր մարդուն ճանապարհին արգելքներ դնողը դա հին մարդն է։ Նորը ուզում է սիրի, հին ասում է բա տեսար ինչ արեց։ Նորը ուզում է ների, հին մարդն ասում է ոնց ես ներելու դրան, մոռացար թե ինչ արեց։ Հին մարդն ուզում է օգնի, ասում է դու շատ ունես, մյուսին էլ օգնում ես։ Հին մարդն է մեր թշնամին։ Շատ ժամանակ մենք թշնամին նայում ենք սատանայի մեջ, այլոց մեջ, բայց մեր հին մարդն է մեր թշնամին։ Եվ Եգիպտոսից դուրս եկած Իսրայելի թշնամին հենց ինքն էր իր թշնամին։ Իր հին մարդն էր, որ սովորել էր փարավոնի ստրուկ լինելը, որ սովորել են առավոտ ցերեկ գիշեր մի կտոր հաց ուտեին, կուժ փորով քնեին, ոչինչ որ ամբողջ օրը ծառայում էին եգիպտացիներին։ Հին մարդն է, որ խանգարում է մեզ Աստծո խոսմունքների լիակատար իրականացումը մեր կյանքի մեջ։ Հիսուսն ինչ ասեց. շատ բան ունեմ ձեզ ասելու,
Բայց հիմա չեք հասկանա ինչ որ ասեմ, որտեղ էլ ձեր հին մարդը կենթանի է, բայց երբ որ իմ Սուրբ Հոգին կգա եւ հինը կմերցնի, այն ժամանակ կհասկանաք, թե ինչ եմ ուզում ձեզ ասեմ։ Հին մարդը մեզ միշտ էլ խանգարում է։ Թող Տերը օգնի մեզ այս պատերազմի մեջ։ Գաղատացիներիս 4-րդ գլխի մեջ Գաղատացիներիս 4-րդ գլխի մեջ 9-րդ խոսքն ինչ ասում։ Բայց հիմա, որ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ թե Աստվածանից ճանաչվեցիք, ինչպես եք կրկին ետ դառնում դեպի այն տկար, աղքատ սկզբունքները, որոնց կամենում եք դարձյալ ծառայել։ Ես ուղղակի զարմանում եմ, այս էլ Պողոսի խոսքերն եմ ճոխացնում։ Ես ուղղակի զարմանում եմ, ոնց եք ուզում նորից ետ դառնաք այն տկար ու խեղճ իրավիճակի մեջ, մանավանդ որ Աստծուն ճանաչեցիք եւ Աստվածանից ճանաչվեցիք։ Գիտեք, ահավոր բան է, սարսափելի բան է, որ դու Աստծուն ճանաչես, բայց ետ դառնաս այնտեղ, որտեղ Աստծուն չէիր ճանաչում։ Մի այլ բան է սխալի պատճառով վայր ընկնես, մի այլ բան է մի հարցում սխալվես, բայց մի այլ բան է նրան ճանաչելով, փառքի համը ճաշակելով, ինչպես Աստծո մարդկանցից մեկն ասեց, ասում է, երբ որ ես իմանայի, որ ինձանից ինչ գին էր պահանջվում, ես չէի մտնի այդ ծառայության մեջ, բայց իմ համար արդեն ուշ է, որտեղ ես փառքի համը ճաշակել եմ։ Եթե դու ճաշակել ես Աստծո քաղցր ներկայությունը, Պողոս առաքյալն ասում է, ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Երբ որ այդ քաղցրությունը երբևիցե քիմքիդ առել ես, վայա քեզ եւ ինձ, որ մենք ետ կդառնանք հանկարծ։ Որտեւ մեզ համար ճաշակելուց հետո բոլոր ճանապարհները պետք է որ փակ լինեն։ Եվ դու ինքդ էլ պետք է քո համար փակ պահես։ Բայց հիմա որ ճանաչեցիք Աստծուն, մեզանից յուրաքանչյուրը կասի, այո, ես ճանաչել եմ Աստծուն։ Եվ դա պարտավորեցնում է մեզ, որ զգոն լինենք, որ հանկարծ մեր հայացքը ետ չդառնա։ Բայց հիմա որ ճանաչեցինք Աստծուն, որ Աստծուն ճանաչեցի, բայց այն ժամանակ որ Աստծուն ներողություն, բայց հիմա որ ճանաչեցինք Աստծուն, մանավանդ թե Աստվածանից ճանաչեցինք, ինչպես ենք կրկին ետ դառնում։ Գաղատացիներիս եկեղեցում կար խնդիր։ Մարդիկ սիրեցին նորից օրենքը, սիրեցին այն ծանրությունը, որ նրանց վրա լիներ, եւ Պողոսը ցավով ասում է, այն շնորհքով, որ դուք Աստծուն ճանաչեցիք եւ Աստծուց էլ ճանաչվեցիք, ինչպես եք նորից ետ դառնում։ Ինչի համար չես ուզում միջև վերջ ճաշակես այդ քաղցությունը, սա էր կաշ կոնկրետ ուզում ասել։ Ինչի համար ես ուզում նորից ինչ որ բան քո վրա լինի, բեր, ծանրություն եւ կարելի եւ չկարելիներ։ Թող Տերը օգնի մեզ։ Երկրորդ Տիմոթեոսի մեջ էլ Պողոս առաքյալը Տիմոթեոսին մի հետարքիր բան է գրում։ Երկրորդ Տիմոթեոս առաջի խոսքից 15-րդ համարը։ Սա իմացիր, որ ինձնից ետ քաշվեցան այն ամենը, որ Ասիայում էին, որոնցից են Փիգելոս եւ Հերմոգելոսը, ճանուներ ագրած։ Թող Տերը օրհնի մեզ։ Այն ժամանակներ, շնորհքի ժամանակների մեջ էլ, շնորհքի այն ակտիվ, այն բուրըն շարժման մեջ էլ, ժամանակ էլ, մարդիկ այն, որ թողեցին Աստծուն, թողեցին Աստծուն հետևելը, թողեցին Աստծո այն քաղցությունը։ Ես վստահ եմ, որ այս եղբայրները, որոնք որ թողեցին Պողոսին եւ ետ քաշվան ու գնացին աշխարհ, նրանք ճաշակել էին Տիրոջը։
Գիտեն շնորհքի ներգործությունը, գիտեն շնորհքի վարտապետությունը, ազդեցությունը նրանց վրա, նրանք տեսել էին, բայց թողեցին նրանք։ Եվ սա ցավալի է եւ մեզ համար օրինակ, որ մենք էլ զգուշ լինենք, որպես շնորհքի վարտապետության յետևից գնացողներ, Հիսուսի քաղցությունը ճաշակողներ, փառքը ճաշակողներ, մեզ համար իմանանք, որ փակ է բոլոր ճանապարհները։ Եվ 2 Տիմոթեոս 4:9 համարի մեջ ասում է. Դեմասն էլ ինձ թողեց եւ գնաց աշխարհ, կամ գրած է եւ սիրեց աշխարհը։ Գիտեք, վտանգ կա, էսի դարերի վտանգն է, դարի չարիքն է քրիստոնեական աշխարհում, Աստծուն թողելը։ Շատ զգուշավոր պետք է լինենք, որ չսիրենք աշխարհը եւ թողենք աշխարհը։ Փառք Տիրոջը։ Եբրայեցիներիս 10-րդ համարի մեջ 10:38-ում մի sense համար կա գրված. Բայց արդարը հավատքից կապրի, եւ եթե մեկը ետ քաշվի, իմ անձը նրան չի հավանի, իսկ մենք ետ քաշվողներից չենք, որ կորչենք, այլ հավատքից ենք, որ մեր հոգիները փրկվեն։ Նայեք այդ վտանգը առաքյալներն էլ գիտեն եւ նրանք ոնց որ թղթից ամեն թղթի մեջ, ամեն նամակի մեջ անդրադարձել են սրա այս գաղափարին։ Իսկ մենք ետ քաշվողներից չենք։ Սա Պողոսի հռչակումն էր, սա Պողոսի պնդումն էր, որ ես եւ դուք մենք ետ քաշվողներից չենք։ Բայց եթե նկատեցիք ստեղ մի վտանգավոր բան ասեց, իմ անձը չի հավանի նրան, ով ինձանից ետ քաշվի։ Աստված չի հավանի ետ քաշվողներին։ Իսկ Աստված քեզ հիմա հավանել է։ Թույլ տուր միջև վերջ հավանի քեզ։ Թույլ տուր միջև վերջ հավանի քեզ, որպես իր հարս եկեղեցին։ Սիրելա սիրում է ու թույլ տուր միջև վերջել սիրի քեզ, որ երբեք քեզ չասե ես քեզ չեմ հավանում։ Դու չլսես այդ խոսքը նրանից, այլ լսես այն խոսքը, ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Փառքը Տիրոջը։ Վստահ եմ յուրաքանչյուրս էլ ուզում ենք այս արտահայտությունը լսենք Տիրոջից։ Ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Եթե մեկը ետ քաշվի, իմ անձը չի հավանի։ Եվ ես ասեմ մի բան, չեմ վախեցնում, ուղղակի զգուշացնում եմ։ Ապրում ենք այն ժամանակներում, մոտենում ենք այն ժամանակներին, որ ոչ մի խոստումնալից, քաջալերող, ուրախացնող, թևեր տվող ժամանակներ չեն գալիս։ Մենք գիտենք, թե Սուրբ գրքից, թե մարգարեական մարգարեություններից, թե բազում քարոզներից ու պատգամներից, թե նաև իրադարձություններից աշխարհի վրա կատարվելիք, տեսնում ենք, որ ոչ մի լավ բան մեզ չի խոստանում աշխարհը, գալիք աշխարհը, ներկայիս գալիք ժամանակները։ Այսինքն շատ վտանգավոր են դրանք մեզ համար, այս գալիք ժամանակները։ Այո, ուրախանալուն այն է, որ մենք մի քայլ էլ, մի տարի էլ մոտիկացանք Տիրոջը հանդիպման խոսմունքին։ Այո, շատ լավ բաներ կան առջևում, որ արթնություն պետք է լինի, նաև մանավանդ Հայաստանի համար, եւ լավ բաներ է սպասվում մեզ հավատքի կյանքում, ծառայությունների մեջ, բայց նաև գիտենք մի բան, որ աշխարհը զուր չի նաև վտանգավոր իրավիճակներից, որ սպասվում են գալիք աշխարհում։ Եվ Պողոսն ինչ ասեց, սա իմացիր Տիմոթեոսին, որ վերջին ժամանակներում շատերը հավատքից կհեռանան։ Հավատքի մեջ էին, չէ՞ որ հավատքից էլ կհեռանան։ Հիմա որ ասեմ, սա ինձ չի վերաբերվում, մի քիչ ամբագորգոր արտահայտություններ կլինի։ Այսինքն ես պետք է միշտ զգուշություն անեմ։ Տեր Հիսուս չլինի, որ իմ անձս քո առջև անպիտան լինի եւ ես ետ քաշեմ հավատքիցս։ Այո, գիտեմ, հասկանում եմ, ամեն բան հալած չի լինելու, ամեն բան ուղիղ չի լինելու, ամեն բան հարց չի լինելու, բայց խնդրում եմ ինձ պահես, որ հանկարծ ետ քաշվողներից չլինեմ, որ
քո հոգին էլ ինձ չհավանի։ Միթե սա ինձ քեզ զգուշանալու առիթ չի։ Այո, սա բոլորիս է վերաբերվում, որ չլինի թե մենք հավատքից հանկարծ տկարանանք։ Եվ երկրորդ օրինաց, նորից ետ դառնանք սկիզբը, երկրորդ օրինաց 23-րդ համարը, Քսաներեքի 14-ը։ Որովհետև քո Եհովա Աստված ման է գալիս քո բանակի մեջ, որ քեզ ազատե եւ քո թշնամիները քո ձեռքդ մատնե։ Ուրեմն քո բանակը մաքուր լինի, որ նա քեզ վրա մի ախտեյություն տեսնելով քեզանից չզզվի։ Գիտեք, շատ կարևոր է, որ նախ մենք մի բան իմանանք, որ Տերը մեր բանակի մեջ է։ Նախ մի բան իմանանք, որ Աստված ինքը մեզի հանել է Եգիպտոսից, մեզ էլ առաջնորդում է եւ մեր մեջ է։ Բայց շատ կարևոր է, որ Տիրոջ ներկայությունը ճաշակելով եւ իմանալով, որ նա մեր մեջ է, մենք մի բան իմանանք, որ մենք այլևս հետադարձ ճամփա չունենք։ Թող Աստված մեզ օրհնի առատապես։ Թող Տերը մեզ լցնի իր քաղցր ներկայությունով։ Թող Տերը մեզ օրհնի իր Սուրբ Հոգով լցնի իր ներկայությունով, որ մենք Տիրոջը ճաշակելով, այցև համը բերաներս մնացած գնանք միջև վերջ իր հետևից։ Եվ երկու համար էլ եւ կաղոթենք։ Թող Տերը օրհնի մեզ։ Երեմիա երկրորդ գլուխ 13-րդ համարը։ Որովհետև իմ ժողովուրդը կրկնապատիկ չարություն գործեց, ինձ կենաց աղբյուրիս թողեցին եւ իրենց համար հորեր փորեցին, ծակծկոտ հորեր, որոնք չեն կարող ջուր պահել։ Կրկնակի չարություն գործեց իր ժողովուրդը, որ թողեցին Աստծուն եւ ետ դարան եւ իրանց համար ջրորներ փորեցին, չնայած որ կենթանի ջրի աղբյուրը նրանց մեջ էր, նրանց առջևից գնում էր, ինչպես Պողոս Առաքյալն ասեց, կենթանի վեմը, որ նրանց առջևից գնում էր։ Սրա մեջ դու կարողանում ես տեսնել Աստծո սրտի մտահոգությունը, ցավը, այն ապրումները, որ ամեն ետ քաշվողի հետ նա ապրումներ ա ունեցել։ Ինձ կենաց ջրից աղբյուրին թողեցին եւ իրենց համար աղբյուրներ գտան, փորեցին, որոնք իրանց մեջ ջուր չէր կարող երբևիցե պահել։ Իհարկե մենք ոչ միտեղ չենք կարող գտնել նրա նման Աստված, որտեվ չկա։ Որ լինել հաստատ կգտնենք, բայց չկա, նա միակն է, նա անկրկնելի է, նրա նմանը չկա, նա է առաջին ու վերջինը։ Եվ հիմա սիրելի քույրեր եւ եղբայրներ, եթե գտել ես նրան, ամուր բռնի նրան ձեռքից այդ բաց չթողես։ Որովհետեւ քեզ խափողը, շեղողը, քո ուշադրությունը նրա վրայից, նա կենտրոնացումը նրա վրայից, քեզ խափող, շեղող լիքը բաներ կան այս աշխարհում։ Պետրոսը ինքը մարմնավոր ձևով ֆիզիկական աչքերով տեսնում էր Հիսուսին ջրի ալիքների վրա կանգնած։ Ասեց Պետրոսի չի արի։ Մի երկու քայլ արեց, բայց կողքի ալիքները ավելի ուժեղ եղան, նրա ուշադրությունը շեղեցին, գրավեցին, որ նա թողեց Տիրոջ ուշադրությունը եւ ընկղվեց այդ ջրի մեջ։ Թող Տերը օրհնի մեզ եւ վերջին համարն էլ Սաղմոս 36-րդ գլուխ Սաղմոս 36
36:7 Համբերիր Տիրոջը եւ սպասիր նրան։ Մի բարկանար այն մարդու ճանապարհները հաջողվելիս, որ իր չար խորհուրդներում 36:7 կներեք 37:7-ն էի կարդում։ Ինչ պատվական է քո ողորմությունը, ով Աստված, եւ մարդկանց որդիկը քո թևերի շուկի տակ են ապավինում։ Ինչ քաղցր է, ինչ լավ է, որ մարդու որդին քո թևերի տակ ապավինած է։ Դուք, չգիտեմ, ունեցել եք թուղս գրթան այն հավերից, որ իա թևերին հավաքում է տակ, ձակին հավաքում է թևերի տակ։ Տեսել եք երբևիցե նման, անգամ այդ կենդանու ուրախությունը դու տեսնում ես ինքը ոնց է իա ձակերին հավաքում թևերի տակ։ Մատթեոս գրքի մեջ ասում է. «Ով Երուսաղեմ, Երուսաղեմ, քանի անգամ ուզեցի քեզ թևերից տակ առնեմ, ինչպես գրթան է հավաքում իր ձակերին, իր թևերի տակ, բայց չկամեցար»։ Աստված չի դադարել, նա գործում է, նա Եդեմի պարտեզից մինչև հայտնություն գործում է։ Նա նույնն է երեք այսօր եւ հավիտյան, նա միշտ էլ կենդանի աղբյուր է իմ ու քո համար։ Եթե ծարավ ես, Հիսուս ինչի համար ասեց, ով ծարավը թող գա դեպի ինձ։ Ես եմ այդ ջուրը, որ կարամ քեզ կենդանի կյանք տամ, կենդանի ջուր տամ քեզ։ Թող Տերը օրհնի քեզ, կխնդրեմ փառաբանության թիմը բարձրանա։ Թող Տերը օրհնի մեզ։ Թող որ մենք էլ ունենանք այն սիրտը, որ Աստծուն երբեք չթողենք։ Նա կենդանի աղբյուր է։ Մենք ապրում ենք մի ժամանակներում, որ վախեցնող, շեղող հանգամանքներ շատ կան ու շատ են լինելու։ Հալածանքներ, Ղուկաս ավետարանի մեջ մի համար կա, զգուշ մնացեք։ Զգուշ կացեք ձեր անձերիդ։ Միգուցե ձեր սրտերը ծանրանա շատակերությունով, հարբեցողությունով եւ ապրուստի հոգսերով։ Եվ այն օրը հանկարծ գողի պես ձեր վրա հասնի։ Բոլորս բախվելու ենք այս համարներին, բայց Տերը կրկին անգամ մեզ զգուշացնում է։ Զգուշ մնա քո անձից, որ ինձանից ետ չքաշվի։ Տերը օրհնի մեզ, եկեք կանգնենք Տիրոջ առաջ։